Եվրամիության առաջին գնահատող խումբը առաջիկայում կայցելի Հայաստան վերլուծելու վիզաների ազատականացման գործընթացի առաջին փուլը, ժամկետներ սակայն այս պահին չեն նշվում։ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը գործնական հիմքերի վրա դրվեց ըստ էության 1 տարվա ընթացքում, ավելի արագ, քան որևէ այլ երկրի դեպքում էր։ Բանակցությունները սկսվեցին 2024-ի աշնան վերջին, 2025-ի աշնան վերջին արդեն փաստաթուղթը ներկայացված է։ Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը շարունակական երկխոսություն ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմայով։ Ես ուզում եմ շեշտադրել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը հետևողականորեն իրականացնելու գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։ Սա նաև կարևորագույն հնարավորություն է ապահովելու մարդկային կապերը, տնտեսական կապերը, մշակութային կապերը, կրթական կապերը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև։ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության ու հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհանես Լուխներն ասում է. դրանք նպատակներ են, որոնց պետք է հասնել հետագա տարիներին։ Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն։ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը բաց գործընթաց է և կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ծրագիրը լիարժեք իրականացվի և բոլոր բարեփոխումները հասնեն իրենց նպատակին։ 74 հենանիշ 4 հիմնական ուղղություններով գնահատումը կլինի երկաստիճան, իրավական ու քաղաքական շրջանակի ձևավորում, դրանց գործնական իրականացումը կիրառում։ Գործողությունների ծրագրերը բաղկացած են լինում 4 խումբ նյութերից։ Առաջինը առնչվում է փաստաթղթերի անվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, եւ փաստաթղթերին առնչվող համակարգերին։ Երկրորդ խումբ հարցերը առնչվում են միգրացիայի կառավարմանը, սահմանների կառավարմանը, ապաստանի համակարգերին։ Երրորդ խումբ հարցերը հիմնականում առնչվում են հանրային անվտանգությանը, հանցավորության դեմ պայքարին, իսկ չորրորդ խումբ հարցերը առնչվում են մարդու հիմնարար ազատություններին, հակախտրականությանը եւ մի շարք այսպիսի խնդիրներ։ Հանցավորության կանխարգելման ու դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունումը, իրականացումը, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի հզորացումը, այդ թվում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ կիրարկումն ու կանխարգելիչ եւ քննչական գործիքակազմի ընդլայնումը ևս ներառված են ծրագրում, հակախտրականության օրենսդրության հզորացում ու կիրառություն, ապահովելով համընդհանուր հավասարություն, տեղեկատվական փոխանակման ու համագործակցության խորացում Եվրամիության կառույցների հետ, ներառյալ Եվրոպոլը, Եվրամիության սահմանային ու առափնյա գործակալությունը, Frontex-ը։ Frontex-ի հետ աշխատանքային համաձայնագիրը վերջնական տեսքի է բերվում։ Հայաստանը քայլ առ քայլ իրականացնում է գործողությունների ծրագրում ներառված միջոցառումները։ Դրանց նախապատրաստվելը սկսվել է ավելի վաղ, մինչև Եվրամիությունը Հայաստանին կհանձներ գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթերի անվտանգությունը առաջնային խնդիր է, որը պետք է լուծվի։ Խնդիրներ կան կենսաչափական համակարգերի հետ կապված։ Կենսաչափական անձնագրերը Հայաստանում ինչ-որ մի պահի դադարեցին գործել, քանի որ դրանցում տեղադրված չիպերն աշխարհում այլևս չեն արտադրվում։ Նոր համակարգի ներդրման համար ընտրվել է հայտնի ֆրանսիական կազմակերպություն Ingroup-ը։ Կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրումն արդեն հաջորդ տարի առաջին գործնական քայլերը կտա։ Ակնկալում ենք, որ մենք հաջորդ տարի արդեն կկարողանանք Հայաստանի քաղաքացիներին սպասարկել բարձրորակ, բարձրակարգ եւ ամենաարդիական պաշտպանված կենսաչափական փաստաթղթերով։ Սա ըստ էության այն նպատակն է նաեւ, որ Եվրոպական միությունը ամրագրում է բոլոր այն երկրների հետ, որոնց հետ անցնում է վիզաների ազատականացման ճանապարհ։ Միգրացիոն հոսքերի կառավարումը կարևորվում է Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման համատեքստում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսելում անօրինական միգրացիայի դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովում ևս կարևորել է անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ Հայաստանի Հանրապետությունը այս մասնակցությամբ միացել է գլոբալ դաշինքին, ինչը թույլ է տալիս միավորելու ջանքերը անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցում, որը դարձել է արդեն համաշխարհային ըստ էության մարտահրավեր, եւ այստեղ կարիք կա իրականում միավորելու ջանքերը։
Անօրինական միգրացիայի դեմ պայքարելու գործիքակազմերը տարբեր են։ Այստեղ Եվրամիության երկրների հետ Հայաստանն ունի ռեադմիսիոն համաձայնագրեր։ Վիզաների հետագա ազատականացման հնարավոր ազդեցության նախնական գնահատմամբ վիզաների մերժման մակարդակը գրեթե մնացել է անփոփոխ 2019-ից 2023 թվականներին։ Ըստ վիճակագրության, այդ ժամանակահատվածում տրամադրված վիզաների ընդհանուր թիվն աճել է 36%-ով։ 2024-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ մերժումների մակարդակը մնացել է կայուն։ Վիզաների դիմումների 12.4%-ը մերժվում է։ Իսկ վիզայի դիմումների թիվն աճել է 2023-ի 80,356-ից 2024-ին հասնելով 100,352-ի։ Ըստ գործողությունների ծրագիր ներառված տվյալների, Եվրամիությունում ապօրինի գտնվող եւ ձերբակալված Հայաստանի քաղաքացիների թիվը 2019-ի 2150-ից 2023-ին հասել է 2295-ի։ Եվրամիությունում ապաստան խնդրող քաղաքացիների թիվը նույնպես փոքրինչ աճել է 2019-ի 4655-ից 2024-ին հասնելով 5125-ի։ Ծրագրով ակնկալվում է, որ պետք է ամբողջությամբ ապահովի եւ կիրառվի Եվրամիության ու Հայաստանի միջև հետընդունման մասին համաձայնագրի իրականացումը։ Տվյալների պաշտպանությունը եւս ուղենշային է։ Վիզաների ազատականացման ճանապարհին կարևոր է բիոմետրիկ անձնագրերի հարցը։ Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները նույնպես Հայաստան կայցելի, բայց 2026-ի մարտին։ Իսկ մինչև այդ Հայաստանի ներքին գործերի նախարարն է նրա ներկայացրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների, այդ թվում բիոմետրիկ համակարգի ներդրման, առողջության համընդհանուր ապահովագրության եւ այլ ուղղություններով արված քայլերը։ Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև վիզաների ազատականացման երկխոսությանը եւ նաև վերջերս Հայաստանի Հանրապետությանը հանձնված գործողությունների ծրագրին։ Քննարկել ենք մի շարք նվաճումներ, որոնք մինչ այս պահ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ունի, եւ նաև դիտարկել ենք առաջիկայում Գանանը արդեն հանձնակատարի Հայաստան այցին վերաբերող մի շարք հարցեր։ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը մտնում է նոր եւ ավելի հավակնոտ փուլ, ընդգծում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներն ամփոփելիս Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ապահովելու նպատակով համատեղ մեկնարկել է վիզաների ազատականացման երկխոսությունը։ Տեսնում ենք առաջընթաց ներառյալ գործողությունների ծրագրի միջոցով։ Չափորոշիչների կյանքի կոչումից հետո մենք կապահովենք բարելավված շարժունակություն։ Հավատարիմ լինելով բարեփոխումներին, մենք ապավինում ենք Եվրամիության եւ անդամ պետությունների աջակցությանն այս ճանապարհին, որը տանում է դեպի վիզային ռեժիմի վերջնական ազատականացում։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը եւս ընդգծում է համագործակցության շարունակականությունը։ Cooperation regarding the visa liberalization and security, for example. Համագործակցելու ենք վիզայի ազատականացման եւ անվտանգության ոլորտում։ 2025 թվականը կարևոր տարի էր ձեր երկրի համար։ Ավարտվեց Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը եւ Եվրամիությունը աջակցում է ձեզ այս հարցում։ Հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանին։ Վիզաների ազատականացումը աշխատանքային իրավունք չէ, ոչ էլ որևէ այլ իրավունք, շեշտում է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Սա Եվրամիության տարածքում աշխատելու հնարավորություն չէ։ Սա Եվրամիության տարածքում երկարաժամկետ մնալու հնարավորություն չէ։ Ոչ, խոսքը միայն կարճաժամկետ այցելության Շենգեն վիզաների մասին է։ Յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր առանց վիզայի պահանջի Եվրոպական միության տարածքում գտնվելու հնարավորության մասին։ Եթե անձինք չարաշահեն այս ռեժիմը, ապա վրա կհասնի ռեադմիսիայի հետ կապված կարգավորումները, եթե ապաստանի համակարգում փորձեն չարաշահել, վրա կհասնի մերժման ռեժիմը եւ կրկին ռեադմիսիայի կարգավորումները, այսինքն այս կարգավորումները, այս սահմանափակումները դրվել են ինչպես Եվրամիության կողմից, այս մասով համագործակցում է նաև Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետությունը։
Այս դրույթը նշված է նաև Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում։ Երկխոսության ճանապարհին առաջին քայլերն արդեն նշմարվում են։ Ավելի հեշտ Եվրամիության երկրներ գնալու հնարավորության մասին առաջինը Հայաստանում Գերմանիայի դեսպանը հայտնեց։ Նրա հայտարարությունը, որ վիզաները ստանալիս այլևս հերթեր չեն լինելու, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փոխանցում։ Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատանն էր, ով ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարեց, որ մյուս տարվա սկզբից, երևի որպեսզի հիմա հայտարարեմ շատ մեծ աժոտաժ չլինի, լավ փետրվարից սենց ասեմ, այլևս հերթ ընդհանրապես գոյություն չի ունենալու։ Եվրամիության ու Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին։ 2025-ի ընթացքում Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով Հայաստան է ժամանել Եվրամիության փորձագիտական երկու առաքելություն։ Այդ առաքելությունների զեկույցների արդյունքում Եվրոպական հանձնաժողովը կազմել է նախագիծ, որը ներկայացվել է Եվրամիության անդամ պետությունների հաստատմանը։ Այնուհետև փաստաթուղթը վերջնականացվել է եւ փոխանցվել հայկական կողմին։ Վիզաների ազատականացման գործընթացը համակարգում է ներքին գործերի նախարարությունը, ներգրավելով համապատասխան գերատեսչությունների։ Եվրամիության հետ վիզաների ազատականացման նման ճանապարհ անցել է 8 երկիր, 3-ը Արևելյան գործընկերության շրջանակում եւ 5-ը Արևմտյան Բալկաններից։ Հասմիկ Դիլանյան, Աննա Հարությունյան, Ռադիոլուր։